Քաղաքականություն ձեր ինչին էր պետք։ Ճռիկներ սիրող տղա եք, տենց հայրեն ասած կայֆարի։ Լավ օրից չեն գնացել, բայց Պարոն Ալեքսյան, իսկ 300 սպարտանցիները գալու են։ 300 սպարտանցիները ներքևը սպասում են։ Մեկը դուրը թակում է, ասում է բարև ձեզ, ոստիկանությունից ենք։ Ասել է չկա այտենց բան, ու եղել անենց ոնց որ ընդդեղից հայտարարել են։ Պարոն Ալեքսյան, բայ եթե 300,000 աշխատատեղը բացվի, Facebook-ում ով է մնալու կոմենտներ գրի։ Քաղաքականության մեջ մտնելը իմ համար այս պահին հայրենիքի փրկության հարց է։ Տղամարդը աման է լվա։ Ճշտի մեջ չի։ Բայց ո՞րն է ավելի վտանգավոր 290-ի տակ, ասենք, քշելը, թե քաղաքականություն մտնելը։ Մեզանից շուրջ 913 տարի առաջ, 1113 թվականին, անկում ապրեց Տաշիր Ձորագետի թագավորությունը։ Այդ թագավորությունը նորից կազմավորելու հայտով այսօր առաջ է եկել ուժեղ Հայաստան կուսակցությունը։ Արենայում հյուրընկալել եմ դրիֆտների սիրահար, հայերեն ասած ճռիկների, նոր քաղաքական գործիչ Ալիկ Ալեքսանյանին։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Մեր մոտ գալուց ճռիկներով եք եկել։ Չէ, դրա համար հատուկ տեղեր կան, որտեղ որ կարելի է ձեր ասած ճռիկներն անել, քաղաքում չի կարելի չեն կանում։ Ինչ ավտո ունեք։ Քաղաքում թե դրիֆտի համար։ Դրիֆտի համար։ Դրիֆտի համար BMW-ը, երրորդ մոդելի, ամբողջովին վերասարքավորված, վերջին տարիներին Հայաստանում ամենաարագ դրիֆտի մեքենան իմն է։ Իսկ քաղաքի ավտոն։ Քաղաքի ավտոն հիմա Լիսյանն է, էլեկտրական։ Ես էլ ոչ մեկ չէր հավատում ինձանից, որ երբևիցե ես էլեկտրական ավտոյի կանցնեմ, անցա։ Հա։ Մեր հարցազրույցի հյուրերից մեկը Էդմոն Մարուկյանն էր, ով ասաց, որ Վանաձորի ամենակրիմինալ թաղամասում է մեծացել, իսկ դուք ծնվել ու մեծացել եմ Աբովյան քաղաքում, չեմ ասի, որ մեր քաղաքը խայտարակ կրիմինալ քաղաք է եղել, բայց փողոցում ոնց որ նորմալ հայ տղամարդիկ ապրել եմ, փողոցից իմ դասերը վերցրել եմ, հետո ժամանակն եկել է ես եմ դասեր տվել մեր արդեն հաջորդ եկող սերունդներին։ կյանքի դպրոցում եք դասավանդում։ Հիմա ոնց որ արդեն հա։ Իսկ որ հարցնեն ուր դու տղա եք, ինչ կասեք։ Աբովյանցի։ Ու վերջ։ Հա։ Բա այն որ ասում են լավ տղա ես թե չէ, դրա ամենալավ պատասխանը ո՞րն է։ Հետ գնանք մանկություն թե ոնց։ Դե ես իմ։ Դե փոքր ժամանակ դե ուրիշ պատասխան ուներ։ Շրջապատիցս։ Այ, հետ դուք էլ գիտեք։ Շրջապատիցս հարցու։ Չէ, հիմա չեն հարցնում, որովհետև գիտեն, որ լավ տղա ես։ Հա։ Կամ չէ, ինչ որ մեկին։ Իսկ եթե չգիտեն։ Հիմնականում իմանում են, տենց հարց չեն տալիս։ Հա։ Այն թաղամասը, որտեղ ծնվել եք, Սարալանջ, գիտեմ, որ մի հատ արձան կա շատ սիրուն, Տրտատ Գ մեծի արձանն է, ով տապալում է ցլին։ Բայց դրա անունը ցլի արձան է։ Ինչի է ցլի արձան, եթե գլխավոր հերոսը Տրտատն էր, ինքն է ուժեղ տղա էր։ Չեմ կարող ասեմ։ Իմ միջև հիմա այդ արձանին ասում են ցլի արձան։ Ցուլը երևի այդ բանի մեջ, արձանի մեջ ավելի մեծ է։ Հա։ Դες մարդիկ այդ մեծությունից ցլին են վերցրել ու ասել են ցլի արձան։ Քաղաքականություն ձեր ինչին էր պետք։ Ճռիկներ սիրող տղա եք, տենց հայրեն ասած կայֆարի, պետք էր ձեզ։ Ինչի մտակ։ Գիտեք, ասենց ասեմ, երկար տարիներ զբաղվել եմ բիզնեսով, բավականին հետաքրքիր ճանապարհ ունեմ անցած առհասարակ աշխատանքային փորձով, սկսած բանկից, սեփական բիզնեսներից, մեծ սիստեմներից շատ տեղեր եմ աշխատել, մինչև 1200-1500 հոգանոց անձնական իմ ստաֆն եմ ունեցել, շատ հետաքրքիր է եղել այդ ամեն ինչը ու պլյուս ձեր ասած ավտոսպորտը 2007 թվականից զբաղվել եմ ավտոսպորտով, այն ժամանակ մենակ դրագ էինք քշում, ուղիղ։ Հետո վերջին տարիներին դրագը մեր սլենգով ուղղակի ուրիշ բան է, հա, ես զարմացա։ Հա, չգիտեմ, ինչ հա որ ձեր սլենգով։ Եթերային չէ։ Հետո կասես։ Եվ դրագը վատ բան է, չի կարելի դրագ, հա։ Բայց այդ ձեր դրագը չէ։ Չէ, մերը դրագ ռեյսինգը։ Հա։ Հետո վերջին մի
5 տարիներին նոր մեքենա վերցրեցի ու հավաքեցի դրիֆտի տակ ու փորձեցինք Հայաստանում դրիֆտը զարգացնել, մի քիչ ստացվել է, որովհետև բացարձակ պետական աջակցություն չկա ավտոսպորտին, դրա համար է ստացվել, հա։ Չէ, այդ ինչքան որ մենք կարողացել ենք մեր միջոցներով, մենք կարողացել ենք հասնենք այնքանի, ինչքանի որ կարողացել ենք հասել առանց պետական որևիցե աջակցության։ Ինչ վերաբերում է քաղաքականությանը, որ շատ անկեղծ ասեմ, երբևիցե մտքից ծերով չի անցել, որ օր կգա, ես կմտնեմ քաղաքականության մեջ, որովհետև այն ինչով որ ես զբաղվել եմ, շատ եմ սիրել, թե աշխատանքս, թե մնացած իմ զբաղմունքները։ Հիմա զուտ մի քիչ ժամանակի սղություն կա, բայց հաստատ ինչից դրիֆտից ու ավտոսպորտից չեմ հրաժարվի, հետագայում էլ ինչ պետական գործիչ էլ ուզում լինեմ, չգիտեմ։ Շոկային կադրեր բանը, էկոնոմիկայի նախարարը ճռիկ է տալիս օպերայի բակում, բան։ Չէ, դե տենց չի լինի։ Ընդհակառակը կասեմ, կունենանք մենք Հայաստանում տրեք, որտեղ որ մարդիկ հնարավորություն կունենան զարգանալ ու զարգացնել ավտոսպորտը, ես էլ կգնամ ընդդեք մեծ հաճույքով կքշեմ։ Բայց ո՞րն է ավելի վտանգավոր 290-ի տակ, ասենք, քշելը, թե քաղաքականություն մտնելը։ Մտնելը չէ, երկու տեղում էլ ռիսկերը ճիշտ չհաշվելը վտանգավոր է։ Բայց որ ասում եք ուժեղ Հայաստան, ճիշտ է, որ ընտրություններից հետո բոլորին ստիպելու եք ավոկադով ծվածեղ ուտել, հետո պրոտեին շեյք խմել ու գնալ ջիմ։ Չէ, ավոկադոյով չէ։ Կարելի է կլասիկ օմլետ կարելի է ուտել։ Կլասիկ օմլետ կարելի է առավոտյան ուտել։ Լուսավոր Հայաստանի դուրը կգա։ Չէ, դա կարող է ուրիշ տեղ ավելի շատ դուրը գա, բայց կարելի է օմլետ ուտել, պրոտեին էլ, բայց պարապմունքից հետո խորտ կտամ խմեն։ Ես էլ բավականին սպորտային հետաքրքիր անցյալ ունեմ, ում կհետաքրքրի, հետո սննդակարգով էլ կօգնեմ, որ նորմալ ուժեղանան։ Եթե չընտրվեք, կզբաղվեք բանով, ասենք ջիմի տրեյներ, բան, ասենք սննդակարգի մասնագետ, առողջ ապրելակերպ Ալիկ Ալեքսանյանի հետ։ Չէ, այդ մեկը չէ, որովհետև արդեն հաշվեք ընտրվել ենք ու մենք կուժեղացնենք մեր պետությունը, բայց բոլորիդ հետ միասին կուժեղացնենք, դուք այդ թևով կուժեղանաք, բայց գնացեք ջիմ, զբաղվեք սպորտով, որ առողջ լինեք։ Սամվել Կարապետյանը պատմության մեջ առաջին գործիչն է, ով արհեստական բանականությամբ ուղերձ է հղել ժողովրդին։ Այդ ժամանակ ինչու սովորական իսկական վիդեոով չարեց, ֆինանսների խնդիր կար։ Սամվել Կարապետյանը պատմության մեջ առաջի գործիչն է, որ վարչապետի թեկնածու է ու չի մասնակցում քարոզ արշավին ու իր այդ ժամանակ ինչ որ դուք նշեցիք երբեայով դիմել է ժողովրդին, այդ ժամանակ հնարավորություն չի ունեցել, թույլտվություն չի եղել պետական այրերի կողմից, ՆԳՆ եւ այլն, որ կարողանա ուղղակի մի հատ վիդեո նկարի եւ իր ուղերձով դիմի ժողովրդին։ Սամվել Կարապետյանը պատմության մեջ այդ առաջին մարդն է, որ չի մասնակցում քարոզ արշավին, լինելով վարչապետի թեկնածու։ Բայց այսօր տենց ուղերձներ է անում, վիդեո չաթերով բան։ Դե մեր իրավաբանները իրենց ուժեղությունը ցույց տվեցին, պայքարեցին միջև վերջ, այս վերջի պերիոդում նոր թույլ տվեցին, որովհետեւ վիդեո նկարել եւ այլն, բայց էլի չթողեցին ժողովրդի հետ շփվի, այսինքն դուրս գա քարոզ արշավին մասնակցի, այդ իսկ պատճառով Սամվել Կարապետյանը իր տան դռները բացել է եւ մենք հանդիպումները կազմակերպում ենք արդեն իրենց տանը։ Ձեր ուժը հայտարարել էր, որ 300,000 աշխատատեղ է բացելու, այնուհետև այս վերջերս սկսեց հայտարարել, որ 300,000 ադրբեջանցիներ են գալու Հայաստան։ Ուրիշ թիվ չգիտեք։ Այդ այն թիվն է, որ հայտարարել է այն բեղերով մարդը, մեր կողմից բոլորիս կողմից չսիրված, մեր հարևան պետության նախագահան Ալիևը։ Հա, երկար մտածեցիք։ Հա, կարող ուրիշ տեղ գնացիք։ Ես ուրիշ բեղերով մարդ էի պատկերացնում։ Չէ, դե ադրբեջանցիքից ենք խոսում։ Իրենք են հայտարարել ու ոչ մի անգամ իրենց պետական առաջի դեմքերը շատ հաճախ դրա մասին խոսում են, բայց եթե մեր պետական դեմքերը դա հերքում են, ինչի չեք հավատում։ Դե որովհետև հավատալու չի։ Այս 8 տարիների ընթացքում այդ մարդկանց բերանից դուրս չի եկել մի հատ խոսք,
որ իրականություն լինի։ Ես չեմ խոսում, հիմա ասեմ հայ տղամարդուն հարիր չի խոսել ու խոսքը չպահել։ Այդ դե իրանց մասով արդեն անցել ենք, էլ չենք խոսում դրանից։ Քաղաքական առումով էլ իրանց բերանից դուրս եկած խոսքերը սուտ են ու չեն համապատասխանում իրականությանը ու չեն անում։ Հիմա ասեմ, ներողություն։ Նախիջևանում արդեն 3 անգամ մի հատն էլ հունիսի 17-18-ին Նախիջևանում վերադարձ Արևմտյան Ադրբեջան խորագրով փառատոնա լինելու 3-րդը կամ 3-րդն է լինելու կամ 4-րդը ընդեղ ադրբեջանցիք նշում են որ հեսա գալու են Հայաստան, այս մարդիկ ասում են այտենց բան չկա, բայց ում խոսքն է ձեզ համար ավելի հավատալի կամ վստահելի։ Ես անալիզ եմ անում ոնց տարիներ շարունակ ընդեղից այդ մարդիկ բան են խոսացել, ստեղից ԿՊ-ն ասել է չկա այտենց բան ու եղել անենց ոնց որ ընդեղից հայտարարել են։ Ստեղից մերոնք գնում են իրանց հետ հանդիպման, հետ են գալիս, մենք ընդհանրապես լուրջ ունենք ինչ են խոսացել, ինչ են պայմանավորվել, մենք Ադրբեջանից ենք իմանում, թե ինչ են պայմանավորվել, ամեն անգամ մեր սրտով չի լինում, մտածում ենք լավ ադրբեջանցիք են ապուշ խոսացին։ Հետո ժամանակ անցնում, իրանք ստեղից ասում են դե դուրս են տալիս այտենց բան չկա, ժամանակ անցնում, նենց է լինում, որ հենց եղավ, այնց ոնց որ իրանք ասեցին, 1 դեպք չի եղել, 2 դեպք չի եղել, 3 դեպք չի եղել։ Ուղղակի որ sense պատկերացնում ենք, sense նայում ենք, օրինակ տեսականորեն։ Ձեր կարծիքով հնարավոր է որ Հայաստանից 300,000 հայ գնա Ադրբեջան։ Ոնց են իրանք ուղարկելու այդ 300,000։ Հենց այդ է հարցը, հիմա հարց։ Հենց այն հարցը, որ անընդհատ այդ հերքումը գալիս է։ Դուք արտիկից եք, չէ։ Հա։ Շիրակում դրանց թուրք եմ ասում, էլի թուրքերը եկել ֆրֆռում են Շիրակում, թե չէ։ Այդ երկու հոգու մասին եթե ասում եք, ես հիշում եմ այդ դեպքը, ես այդ դեպքի մասին նյութ ունեմ գրած, ես նաև փաստեր ստուգող լրագրող եմ, ու հենց անդրադարձել ենք այդ դեպքին, որ այդ մարդիկ եղել են օտար պետության քաղաքացի, չեն եղել իրանք Թուրքիայի կամ Ադրբեջանի քաղաքացիներ, եղել են Ռուսաստանի քաղաքացիներ, ովքեր եկել են, այդ ձեր ասած ֆռացել են ու գնացել են։ Այսինքն ինչ խնդիր կա այստեղ։ Դուք խնդիր չեք տեսնում։ Չէ։ Դուք խնդիր չեք տեսնում, որ ադրբեջանցին անգամ այս պահին անգամ կնեք այս ասեմ հետո կավարտեմ այս խոսքս դուրները չի բացվելու է հենց 300,000 ադրբեջանցի գալցվի Հայաստան 10 հոգի է գալու 20 հոգի է գալու 50 հոգի է գալու 100 հոգի է գալու կամած գալու են այն իրանց ծրագիրը որ իրանք ուզում են անեն վերադարձ ոնց որ իրանք են ձևակերպում այդ երկուսը ինչ էին անում իմ համար նողկալի էր այդ ես ներվերիցս չգիտեի ինչ անեմ որ իրանք գնում են պարեկների հետ տենց ինչ որ հերսով են խոսում, եսին ոնց են խոսում, ոնց կար ադրբեջանցին մտնի իմ Հայաստան, իրան այդքան լավ զգա, չի կարա լավ զգա իրան տենց։ Այստեղ ուղղակի իրավական կարգավորման խնդիր կա, պարոն Ալեքսյան։ Մենք ոնց կարող ենք գնում մատածությունում ասում քաղաքացուն մուտքը Հայաստան, ասենք ինքը հա Ռուսաստանի քաղաքացի եկել է, ասենք դուք ոնց եք այդ պատկերացնում։ Եկեք սենց անենք, օտար երկրյա քաղաքացիություն ունեցող մեր հայրենակիցներից երկու հոգու, ասենք վերկացեք Յան ազգանունով, ասենք վերկացեք գնացեք հլը Ադրբեջան։ Ադրբեջանը ուրիշ պետություն է, դուք մենք ձգտում ենք, չէ՞, ժողովրդավար հասարակություն ունենալ, ժողովրդավար պետություն։ Ադրբեջանը ըստ էության ժողովրդավար հասարակություն ու պետություն չէ, այնտեղ եթե հայ գնա, ուրիշ ռեակցիա կարժանանա։ Դուք ուզում եք, որպեսզի մենք ձգտենք Ադրբեջանի պես դիկտատուրա դառնանք, որ ասենք ոչ հայ ազգությամբ մարդիկ չպետք է մուտք գործեն Հայաստան։ Միա ինչ որ լավ հարաբերությունները միակողմանի պիտի լինեն։ Այդ որտեղ է գրված որ լավ հարաբերությունները պիտի միակողմանի։ Իրանց ասենք եկեք մենք չկարանանք գնանք ընդդ խի։ Այն կողմում դիկտատուրա է։ Չէ մի վարք է հաստատենք։ Չէ հարց չկա։ Ես ձեզ լավ եմ վերաբերվում, դուք ինձ միշտ վատ եք վերաբերվում, այդ ճիշտ է։ Չէ, ձեզ լավ եմ վերաբերվում։ Չէ, լավ, դե հակառակը չեմ կարա հիմա։ Լավ, երկու մարդ իրար հետ շփվում են, մեկը միշտ լավ է վերաբերվում, մեկը միշտ վատ է վերաբերվում։ Ինքը միշտ կարողանում է գնա հարևաններ են իրեն, կարողանում է գնա հարևանի տուն սուրճ խմի, հարևանի ընտանիքի անդամների հետ շփվի, այս մեկը չի կարում գա։ Դուրը ծեծում է, դուրը սկի բացող չկա, կամ բացում մի բան ասում են, դուրը շխկացնում են երեսին։ Այդ ճիշտ է։ Այդ ճիշտ չի։ Այտենց ճիշտ չկա։ Այտենց ճիշտ հարաբերություն չկա, այտենց ոչ մարդկային, ոչ քաղաքական, ոչ էլ միջազգային ճիշտ հարաբերություն չկա։ Դե դրա մասին ենք խոսում։ Այս մարդիկ այս տարիների ընթացքում ոչ մի փող հարաբերություն չկա,
ընդհանրապես կա, ասում են, սրանք էլ անում են։ Բայց մեր կռիվն է դա, մենք մեր հայրենիքն ենք ուզում պահենք, մենք մեր հայրենիքի մեջքի ձգությունն ենք ուզում պահենք, մենք ուզում ենք ու կլինի ուժեղ Հայաստան։ Ոչ թե ընդից զանգեն ասեն մեզ էս ինչն է պետք, դե օքեյ։ Դա չի լինում։ Քանի խոսեցինք այդ 300,000-ից, դուք նաև խոստանում եք 300,000 աշխատատեղ։ Նաև Պարոն Ալեքսանյան, բայ եթե 300,000 աշխատատեղը բացվի, Facebook-ում ով է մնալու կոմենտներ գրի։ Երկու բան ասեմ։ Նախ ուզում եմ ասեմ, այն ինչի մասին մենք այս ամիսների ընթացքում խոսել ենք, ի տարբերություն շատերի, մենք խոսում ենք գործից, որին տիրապետում ենք։ Մենք խոսում ենք այն ամեն ինչի մասին, ինչը մենք արդեն արել ենք հողի վրա։ Խոսացել ենք գործարաններից, արել ենք, խոսացել ենք հողերից, աշխատել ենք այդ հողերի վրա։ Մենք խոսում ենք, եթե նկատած կլինեք, չգիտեմ, էլ ինչքան ժամանակ ա մեզ հետևում եք, շատ ժամանակ, մանավանդ այն սկզբի process-ներում շատ ա եղել կոնկրետ ինձ հարց են տվել, ես չեմ պատասխանել այդ հարցին, խնդրել եմ ժամանակ, որպեսզի ուսումնասիրեմ։ Մեր համար մեր խոսքը արժեք ունի։ Մենք ուզում ենք այնպես լինի, որ առհասարակ մարդիկ խոսելուց առաջ, ինչը վերաբերում է հանրային խոսքին, խոսելուց առաջ հասկանան ինչի մասին են խոսում եւ խոսք տալուց առաջ հասկանան, որ այդ խոսք տվեցին պիտի լինի։ Հանրային խոսքից ասեցի, այդ հանրային խոսքի այս շատ վատ վիճակը, կարծում եմ, որ դուք էլ հետս կհամաձայնվեք, շատ արագ պետքա շտկվի, որովհետեւ այն հանրային խոսույթը, որը որ հիմա կա, իմ համար խայտարակ անընդունելի է։ Մենք կարանք հիմա ձեր կամերաներն անջատենք, ուրիշ լեքսիկոնով խոսենք, մի քիչ ուրիշ բառապաշարով խոսենք, բայց երբ քաղաքական գործիչը հասկանում է, որ հարյուրավոր, հազարավոր կամ միլիոնավոր մարդիկ են իրան նայում, ինքը իրավունք չունի այդ կեղտոտ բառապաշարով խոսա, որովհետև նախ կանայք են նայում, երկրորդ երեխաներ են նայում։ Այդ երեխեք ինչ են սովորելու։ Քաղաքական գործիչները միշտ մեր համար եղել են ինչ-որ հետաքրքիր, օրինակելի ձյաձյաներ։ Երբ հեռուստացույցով փոքր ժամանակ նայում էր, ինչ որ մեկին հավանում էր, տենց մտածում էր, վсё, ես էլ մեծանամ, ես էլ տենց պետքա ուժեղ տղա դառնամ։ Չեմ հիշի։ Բայց լավ, իմ խոսքը նրա մասին էր, որ եթե 300,000 աշխատատեղ բացում եք, այդքան պարապ մարդ գնալու աշխատի Facebook-ում ով է մնալու, պարոն Ալեքսանյան, այդ հարցը ոնց է կլուծել։ Պետք չի Facebook-ում մարդ մնա, մեզ պետք Facebook-ով պետությունդ ու ազգդ չես ուժեղացնի։ Օրինակ Facebook-ում շատ են տարածված այն բանը, սրտիկ եթե ընտրում ես Սամվել Կարապետյանին, լայք եթե ընտրում ես, ասենք ուրիշ քաղաքական գործի, բայց այդ մարդիկ այդ լայք դնողները ուր են գնալու։ Այն մարդը ժամ 8-ից հետո գնան, իրենց լայքերը դնեն, իրենց կոմենտները գրեն։ Ժամը 8-ից, բայց աշխատանքային ժամը 6-ին է, թե երկարացնելու եք։ Դե միջև գնան, հանգստանան, ընտանիքով զբաղվեն, հասցնեք այդ աշխատանքային ժամը։ Ես դքան չէի դիմանա ժամը 8-ին։ Չէ, պետությունը ուժեղացնելու համար իրականում մարդիկ պետք է գիտակցեն, որ 24/7 ռեժիմով պետք է աշխատեն։ Այն մարդիկ, ովքեր որ պատրաստ են այդ ռեժիմով աշխատելու, պետք է կպնեն գործին, որովհետև պետությունը բանկ չի, էլի, որ ժամը 9-ին գնաց, ժամը 6-ին գնաց։ Այս մի հետաքրքիր պերիոդ բոլորը պետք է գիտակցեն, որ պետք է անցնեն 24/7 ռեժիմի, որովհետև մեզ պետք է մեր պետությունը, մեզ պետք է մեր պետականությունը ու մեզ պետք է որ այդ ամեն ինչը լինի ամենաուժեղը։ Բայց սենց որ ասում եք, մեր սերնդին չեք տանջի, չէ, աշխատանքով, բա փարթիներիով գնա, ռեյվերիով գնա։ Եկեք սենց անենք, դուք կաշխատեք այն ռեժիմով, որ դուք եք ուզում, ես կաշխատեմ 24/7, բայց ինձ չմոռանաք ձեր փարթիներին կանչեք, ես այդ արանքում կգամ ձեր հետ փարթի կանեմ, հետ կգնամ գործից։ Ընտիր, իսկ եթե դուք կազմակերպեք կկանչեք մեզ։ Սիրով։ Հետաքրքիր է, բայց ուժեղ Հայաստանի փարթիները ուժեղ փարթի կլինի։ Հա, AI-ով հավաքած երգերով։ Չէ, խի, ավելի հետաքրքիր, բայց դուք ինչ երաժշտություն եք սիրում լսել։ Ամեն ինչ լսում եմ, բայց ոչ AI-ով երգեր։ Ամեն ինչ։ Բայց հիմա տարբերում եք դուք AI-ն ու ոչ AI-ը ռեալ։ Հա։ Ես այս վերջերս երգ էի լսում, անկեղծ չէի հասկացել, որ AI-ը։ Ուժեղ, էդի բան է, չէ, AI։ Ուժեղ Հայաստանը AI չի։ AI չի։ Չէ, AI չի, երգում են։ Բայց շատ է տարածված այդ ընկալումը, որ AI-ով է հավաքած ուժեղ Հայաստանը։ Չէ, AI չի, բայց լավն է, շատ ուժեղ երգ է։ Այնքան որ AI-ն էլ է նման է։ Չէ, բայց AI չի։ Կարող է ինչ որ AI-ով էլեմենտներ լինի, տեխնիկապես ծանոթ չեմ, ոնց է
երգն ու երաժշտությունը հավաքվի, բայց այնտեղ երգ Օրինակ հիմա շատ է տարածված են խոսույթը, նաև հրապարակումներ կան, որ 100,000 Ռուսաստանում ապրող հայ է գալու Հայաստան քվեարկելու համար, Հայաստանի քաղաքացիներ։ Ձեր կարծիքով ինչքանով է ճիշտ, որ ասենք հայկական իրականությունը չտեսած, հայկական միջավայրում չձևավորված մարդիկ քաղաքական միջավայրում կան Հայաստանում ապագա որոշեն։ Նախ այդ ինֆորմացիան ես չունեմ, այդ մեկ։ Բայց տեսականորեն եթե այդ ինֆորմացիան կա։ Ասում եմ, երկրորդ, այդ Սփյուռքն է։ Ու մենակ Ռուսաստանի մասին չխոսենք, վերջին 2 շաբաթվա ընթացքում մոտ մի 5-ից 7 հոգի ճանապարհին ուղակի կանգնել են, իջել են, երկուսինը հիշում եմ, մեկը Մադրիդից էր, մեկը Բարսելոնայից էր, Միլանից կար, էլ չեմ հիշում որտեղից ասեցին, Եվրոպայից են մարդիկ եկան, ինձ ասեցին մենք եկել ենք ընտրություններին մասնակցելու համար։ Այդ են մարդիկ են, ովքեր անտարբեր չեն իրանց հայրենիքի հանդեպ։ Այդ այն մարդիկ են Հայաստանում չեն ապրում։ Մենք ուզում ենք, որ այդ մարդիկ ու մենք նենց կանենք, որ այդ մարդիկ կարողանան գան Հայաստան։ Ես շատ ընկերներ ունեմ դրսում ապրող, կլինի Եվրոպայում, կլինի Ամերիկայում, կլինի Ռուսաստանում, Կանադայում, շատ ընկերներ ունեմ ու բավականին հետաքրքիր տնտեսական ճանապարհներ անցած ընկերներ ունեմ դրսում ապրող, ովքեր որ իրենց գործունեությունը նաև ծավալում են Հայաստանում, լավ օրից չեն գնացել, բայց հետաքրքիրն է, որ արդեն մի քանի ամիս է անընդհատ խոսակցություններ կա իրանց հետ գալու մասին, մարդիկ տեսնում են շանս, տեսել են հույս, իդեմս Սամվել Կարապետյանի, որ իրանք կարող են հետ վերադառնալ, ապահով հետ վերադառնալ Հայաստան ու գործունեություն ծավալել Հայաստանում, իրենց հայրենիքում ուժեղացնել իրենց պետությունը։ Ես 2 ընկեր ունեմ, մի մեծ կորպորացիա ունեն Ամերիկայում, իրար հետ են աշխատում, այս վերջին մի ամիսը իրանց մոտ բան է, անհաշտ են իրար հետ, հիմա իրար հետ, քանի որ բոլորն ունեն վստահություն, որ մենք հաղթելու ենք, հիմա իրանք որոշում են, թե իրանցից ով պետքա մնա այնտեղի բիզնեսներին տեր լինի, որ մեկը պետքա գա Հայաստան, այստեղ արդեն իրենց գործունեությունը ծավալի։ Այդ հենց վայբ կա Սփյուռքում։ Սփյուռքին անտեսել չի կարելի։ Հայաստանում 500,000 հոգուց ավել մարդ Սփյուռքի փողերով է ապրում։ Ու այն պատկերացումը, որ կա, որ Սփյուռքը այտենց կտրված է հայրենիքից, այդ այտենց չի։ Ես չեմ ասում այտենց մարդիկ չկան։ Կան այտենց մարդիկ։ Հաստատ կլինեն այտենց մարդիկ, որ ստեղ թե ներքաղաքական, թե առհասարակ ստեղի մեր նիստուկացը կոպիտ ասած չգիտեն, հա, բայց հավաստիացնում եմ ձեզ, այն մարդիկ, որ այտենց մի քիչ կտրվել են ցավոք սրտի, հուսամ իրանց էլ կկարողանանք հետ բերենք մեր հայրենասեր դաշտ, բայց այդ մարդիկ հաստատ չեն վեր կենագան մասնակցեն ընտրության։ Եթե իրանք կտրված են ստեղ իրականությունից, իրանց ինչ, հենց ուրեմն կտրված են, ցավոք սրտի։ Դուք շատ եք հանդես գալիս ու խոսում ավանդական արժեքների ու դրանց պաշտպանության տեսանկյունից, այստեղ շատ կարևոր է հասկանալ, օրինակ 21 տարեկան ռեյվի գնացող ջահելի ավանդական արժեքը որն է։ Այսինքն, երբ մենք խոսում ենք ազգայնականությունից, ավանդական արժեքներից, օրինակ այն երիտասարդությունը, որը արդեն մշակութային հեղափոխության է ենթարկվել, ժամանակը արդեն գալիս է, նոր ժամանակները, նոր մտածելակերպ, նոր մենտալիտետ, ասենք այդ մարդկանց մշակութային արժեքները որոնք են։ Ավանդական։ Տեսեք մի բան ասեմ, ես վերջերս հանդիպել ենք երիտասարդների հետ, ես էլ եմ երիտասարդի նկատի ունեմ ինձանից, այդ 20, 18, 16, 18, 20 տենց մեծ թիմեր հավաքվել ենք, զրուցում էինք, ես իմ պատկերացումներով կիսվում եմ, ես ոնց եմ տեսնում այդ ամեն ինչը։ Վերջում կատակ արեցի, ասում եմ, չեք մտածում, չէ, որ ես պատկերացում ունեմ, որ հեսա Հյուսային պողոտայով բոլորս տարազներով վաղվանից պետքա գնանք ման գալու, չէ, ամենևին շատ տարական բաներ կան, որոնք որ իրականում պահելա պետք է, այդ մեծի հանդեպ ունեցած հարգանքն է, այդ կանանց հանդեպ ունեցած հարգանքն է, ու տենց լիքը բաներ։ Ֆեմինիզմին ոնց եք վերաբերվում։ Ոչ մի ձև։ Կնոջ տեղը խոհանոցում է։ Նաև։ Իսկ տղամարդու։ Ես համով չեմ պատրաստում,
Փորձել եմ, շատ քիչ բաներ կա, որ կարողանում եմ պատրաստեմ, բայց շատ համով պատրաստող ընկերներ ունեմ։ Ասենք օրինակ յուրաքանչյուր տղայի գործարանային ֆունկցիա է համով ժառիթ սարքել, դուք շառիթ սարքել գիտեք։ Հա, ձվածեղել եմ կարում սարքեմ։ Ավոկադոյով։ Չէ, էլի նույնից։ Ես ուղղակի ավոկադո չեմ սիրում, դա հարցը։ Այս 100 Բայց տղամարդու տեղը դուրսն է։ Փողոցը։ Չէ, չասեցի փողոց, աշխատել է։ Օրինակ այս 100,000-ի խոսույթի վերաբերյալ, որ ասում են Ռուսաստանից 100,000 հոգի են գալու, շատ ընկերներից նամակ են գրել, թե Հայաստանում այդքան բացովի դիվան չկա, որ հյուրերը գան դրսից քնեն։ Ոնց ենք տեղավորել այդ մարդկանց այստեղ։ Ես կարծում եմ, եթե ձեր ասածը իրականությանը համապատասխանում է, ավելի քան համոզմունք ունեմ այն մարդիկ, ովքեր որ որոշում են կայացրել գան եւ իրենց պարտքը կատարեն, այդ մարդիկ նշանակում է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ են, այդ մարդիկ Հայաստանից չկտրված մարդիկ են եւ այդ մարդիկ իրենց տները կունենան Հայաստանում։ Իսկ պատկերացնում եք, օրինակ ինչքանով արդար կլինի, որ ասենք Եվրոպայից մի 500,000 Հայաստանի քաղաքացի գա, օրինակ տեսականորեն, գան ձեզ չընտրեն գնան, ունդեղ Եվրոպայում շարունակեն ապրել, արդար է դա ձեր նկատմամբ։ Տեսեք, եթե որևիցե մեկը որոշել է մասնակցել ընտրություններին, այդ իր իրավունքն է։ Եթե որևիցե մեկը որոշել է ընտրի մեզ կամ այլ ուժի, էլ իր իրավունքն է։ Բայց բոլորը պետք է գիտակցեն, որ այս ընտրությունները սովորական ընտրություններ չեն։ Այս ընտրությունները մեր հայրենիքի համար ճակատագրական ընտրություններ են եւ թե որոշում կայացնելուց առաջ եւ որոշում կայացնելուց առաջ շատ պետք է ծանոթ թեթևանեն։ Ես մեծի մասամբ մի բան եմ խնդրում մարդկանց։ Երբ ծանոթացնում եմ մեր ծրագրին եւ Սամվել Կարապետյանի արած աշխատանքները, ընդամենը մի բան եմ ասում։ Որոշում կայացնելուց առաջ մարդկանց անցյալը ու արած գործերը հաշվի առեք։ Այդքան բան։ Դուք ասում եք, որ քաղաքականություն մտնելը ձեր համար բավականին անսպասելի է եղել ու դուք չեք պատկերացրել, որ քաղաքականության կմտնեք։ Տնեցիներից ով է ամենաշատը զարմացել այդ որոշումից։ Որոշումից ոչ մեկ չի զարմացել, որովհետև ճանապարհը հենց այդպես էլ ստացվեց, ուրիշ տարբերակ չկար, որովհետև մենք էինք ու հիմա էլ ենք մենք։ Քաղաքականության մեջ մտնելը իմ համար այս պահին հայրենիքի փրկության հարց է, այս պայքարը, որը որ մենք հաղթելու ենք ու մեր ունեցած ունակություններով, մեր ունեցած հնարավորություններով եւ աշխատանքային փորձով եւ պատկերացումներով մենք տանելու ենք նրան, որ ունենանք այն ինչի մասին, որ մենք այս մի քանի ամիսա խոսում ենք եւ խոսք ենք տալիս։ Մենք խոսք ենք տալիս այն, ինչը որ իրականում կարանք անենք։ Ինչ որ մի բան, եթե մի քիչ դեռ հաստատ վստահ չենք կարող ենք անել, հավատացեք, մենք դրա մասին չենք խոսում։ Իսկ տնեցիքի հետ կապված տնեցիք ինձ լավ են ճանաչում ու գիտեն, որ ես առհասարակ ընկերներիս ոչ միտեղ երբևիցե մենակ չեմ թողել ու երբևիցե մենակ էլ չեմ թողի, որտեղ իրանք ընդեղ ես, որտեղ ես, ընդեղ իմ ընկերները։ Իսկ թաղի անուշ ապերները ոնց վերաբերվեցին ձեր որոշմանը քաղաքականություն մտնել։ Հա։ Հա։ Ասենք սա քուչե կա ասֆալտապատելու են բան տենց։ Չէ, գիտես ինչ հետաքրքիր բան կա։ Դե տարբեր հարցերի եմ անդրադառնում բան, կարամ մի օրինակ բերեմ, մեր քո նշած բան անուշ ապերների հետ կապված կհիշես, որ նոր տարուց առաջ այն դասարանի վիդեոյի մի հատ նկարել, որ դաս էի տալիս։ Հա, երևի։ Դուր դաս էի տալիս ԿՓ-ին, կարող հիշես։ Հա։ Այդպես խնդալու վիդեո էր։ Հա։ Կյանքի դասերի շարքից էր, հա։ Տենց մի բան էր, հա։ Ես որ շատ անկեղծ ասեմ, ես գիտեի, որ վիդեոն մեծ իմասամբ բոլորին դուր է գալու, բայց քո ասած մեր անուշ աղբերներին չի մտածում, որ դուր կգա ու լրիվ հակառակ էֆեկտն է եղել, տենց թե տենալուց, թե ով ում հետ կապի եմ, զանգում են, որ տենց
բոլորին դուր էր եկել։ Թաղ երեխեքին եք տենց հավաքում, ասենք կյանքի դասեր տալիս։ Ետ կես կատակ, կես լուրջ կպատասխանեմ, ինձանից ցածր պակալենիների հետ շփվելուց տարիքով։ Ես միշտ կիսվում եմ իմ փորձով, իմ կյանքի փորձով կլինի, թե աշխատանքային փորձով կլինի, որովհետև ես էլ այտենց եմ մեծացել, ինձանից տարիքով թե ընկերներս, թե հորս ընկերները, թե առհասարակ մեր բակի մեծերը իրանց կյանքի փորձով միշտ մեր հետ կիսվել են ու ես հասկացել եմ, որ դա ճիշտ է, որովհետև այն ժամանակ, երբ դու ինֆորմացիան վերցնում ես, տարիներ հետո նոր գնահատում ես այդ վերցրած այդ ինֆորմացիայի իրական արժեքը, ինչի համար էր քեզ այդ ասվում, որ այդ ինֆորմացիան դու ունենաս, քանի որ ես այտենց մեծացել եմ ու իմ կյանքում դեր ա խաղացել այդ ինֆորմացիաները, ես վերցրել եմ այդ օրինակը եւ հիմա իմ ունեցած հնարավորության սահմաններում իմ սխալների մասին, իմ ճիշտ քայլերի մասին, իմ աշխատանքային փորձի եւ առհասարակ ամեն ինչի մասին հնարավորինս փորձում եմ ինֆորմացիան փոխանցեմ, առավել մանավանդ սխալների մասին կլինի աշխատանքային, ոչ աշխատանքային, որպեսզի ինձանից հետո եկողները ավելի հեշտ կարողանան այդ ճանապարհը անցնեն ու այդքան չսխալվեն։ Ես արդեն սխալվել եմ, դուք խի սխալվեք, եթե որևիցե միտեղ։ Իսկ քաղաքականություն մտնելուց հետո քաղաքական գործիչների հետ բազարների գնացել եք։ Դե չէ, լավ։ Չէ, լուրջ։ Ինչ բազարներ։ Եսիմ։ Դե չէ։ Իսկ քաղաքական բանավեճի կգնաք։ Օրինակ Facebook-ով շատ եմ տեսել Ռուբեն Ռուբինյանին հերակա կծում եք, իր հետ դեբատի կգնաք։ Ժամանակներն արդեն եկել է, սա արդեն ավարտում ենք բանի, գիտես, քեզ մի բան ասեմ, մի քիչ ամպագորգոր չհնչի իրականում, հա, բայց մենակ խոսալով չի, էլի։ Ես այն ժամանակ էլ վիդեո էլ եմ դրա մասին միջև էս քաղաքականության մեջ մտնել, որ շատ անկեղծ ասեմ, միշտ կողքից բան է անում, ասում եմ լավ դե խոսալու բան ունեն, թող գնան իրար հետ նստենք խոսան, էլի, տենց էս մեկնավիճակը։ Էներգու ոստիկանի անեկդոտն է, հա։ Թորնավոր։ Մեկը դուրը թակում է, ասում է բարև ձեզ, ոստիկանությունից ենք, եկել ենք խոսելու, ասում է քանի հոգի եք, ասում է երկու, ասում է դե իրար հետ խոսացեք, հա, բայց այս թեմայի մեջ մտնելով հասկացա ինչի մասին է խոսքը, այդ վիդեոները ինչի մասին են, դեբատի երբ էլ պետք լինի կգնամ, բայց մարդ պետք է իրականում էլի, մարդ որևիցե մի բան եթե խոսում է, պետք է իր խոսքի արժեքը լավ իմանա, տենց մենակ ափրծփր խոսալով չի էլի, մի հատ ես նայում եմ իմ անցյալին, նայում եմ իրանց անցյալին, իրանց խոսացածին, այդ մարդիկ որ դրսում անուններ չտամ, բայց ես դրսում քայլելուց եմ լինում, իրանցից շատ-շատերը տենում եմ, փառք Աստծո տեսողությունս բավականին լավն է, տեսնում եմ իրանց ճանապարհները փոխում են, այդ խոսում է նրա մասին, որ իրանք մենակ իրանց կամերայի դեմ են, այտենց փորձում ինչ որ տենց ճտպտան, այնց չի որ ես էլ դրսում քայլելուց իրանց տեսա ինչ որ մի բան եմ անելու, բայց որ տենամ, հարցնեմ, ասում եմ, եթե դուք կարում եք այտենց խոսակ, եկեք կանգնեք դեմս, խոսացեք, չեն կարում գան, որովհետև իրանք փուչիկ են, իրանց փուչիկը կամացից արդեն տարակում է, եթե չի տարակել արդեն մեր հանրությունը արդեն իրականում էլի հասկացել է ով է, որից հետո է այս դատարկ խոսացող փուչիկները պետքա տեղ չունենան հանրային կյանքում առհասարակ, որովհետև եթե նմանատիպ մարդկանց կարան մեր երեխաները նայեն ու պատկերացում կազմեն, որ երեխա է, դու երեխուն չես կարա ասես, այտենց ճիշտ չի, կարաս ասես, բայց այդ երեխան մեկը ինքն իր անալիզն է անում, մենք պետքա կարողանանք հանրային կյանքը ու առհասարակ մեր պետական ապարատը այնպես լինի, որ լինի խոսքի արժեքը առհասարակ իմացող աշխատող մարդկանց։ Մենք ոչ մի կերպ չենք խրախուսում թմրանյութերը, բայց այն հալյուցինոգեն սնկերի մոմենտը ճիշտ էր, թե չէ։ Չեմ մեկնաբանի ճիշտ էր թե չէ, բայց միանում եմ քո խոսքին, որ դեմ ենք այդ ամեն ինչին, ես ինքս խոսք եմ տալիս, որ շուտով իմ ունեցած հնարավորության սահմաններում, որպես իշխանություն, խնդրելով կլինի, աղաչելով կլինի, պաղատելով կլինի, ինչ հանելով կլինի, իմ աշխատանքով, թեկուզ ուժով, քոքից
այդ պետքա չորանա Հայաստանում, որովհետև այդ փչացնում է մեր ազգը, այդ փչացնում է մեր երիտասարդությանը, այդ փչացնում է մեր գենը։ Այ մարդ, գնացեք խմեք։ Գնացեք խմեք։ Գնացեք խմեք։ Ալիկ Ալեքսանյան։ Գնացեք ձեր համար խմեք այդ հիմար ապուշ բաները, այդ մեր ազգին սազական չգնացեք, չգիտեմ, կամ առեք խմեք, չափի սահմաններում իհարկե, կամ էլ կարակ գնաք գյուղ, ասենք կարան գնանք հյուր արդիկ, այնտեղ մեզ կարան դուք ձերում կարակ քաշում են, ձեր մոտ չէ, մենք պիտի քաշեն։ Մենք տուֆ ենք քաշում։ Կգնանք արդիկ, այսա ասեմ որտեղից։ Կարան Կարմավիրից քաշած գինի կամ քաշած արախ խմենք, գանք ձեր տուն, կնստենք տուֆին, կխմենք իրար հետ ու հետ կգանք Երևան հաջորդ օրը։ Խմած մեքենա մի քշեք։ Կարանք Երևանում խմենք։ Այդքան պետք է հասնենք արդիկ, որ մի հատ Կարմավիրից բերած գինի կամ Չէ, Երևանից դուրս ավելի լավ է։ Հա։ Տաշիրում կարանք գնանք։ Իրիկունները այստեղ փարթի անելու հետ հարց չկա, բայց բանում սարերում ավելի լավ է խմվում։ Կարանք հավեսով խմենք, գնանք Տաշիրի անտառներում կորենք։ Ես խոսք եմ տալիս հիմա ձեզ։ Աստված առաջ, ընտրություններն ավարտի հաղթենք, ինչ որ մի պերիոդ մեկը ինչ որ զբաղվածություն լինելու է։ Ես կզանգեմ քեզ, դու կասես քանի հոգով եք գալիս ձեր ընկերներով, ես ձեզ կտանեմ Տաշիր, պես վերջերս Ամիր Կարապետյանի հետ որ հարցազրույցի անում կհիշես խոսեց բլուկսարի մասին։ Այնտեղ մի հատ բլուկսար կա, ես այնտեղ հավաքել եմ գլեմփինգ, այն կլոր շարիկից, շատ թույն տեղ է, Սարիդոշին, հրաշալի տեղ է։ Կհրավիրեմ այնտեղ, կգնանք այնտեղ էլ կխմենք։ Աշոտ, Արտյոմ, Տյուշ, Սաքո հավաքվեք, Սամո դուելարի, Վահան, Վահրամ, Սուրո հավաքվեք, գնում ենք խմելու ընտրություններից հետո։ Սպասում եմ։ Ինչ հավես է, բայց պետք է սաղից sense խոստում կորզեի, որ սաղի հետ գնայի խմելու, որտեղ ես իմ սրտանց հրավիրեցի։ Հա, բայց պետք է երաշխավորված լինի էլի ընտրություններից հետո խմելը։ Խմելը։ Հա, էլի։ Դե ժամանակ անցկացնել բան։ Պետք Մի խոսքով տղեկ հավաքվեք։ Դուք պատրաստ եղեք։ Հա։ Միշտ։ Քաղաքականություն մտնելուց հետո ընկերներ կորցրել եք։ Չէ։ Իսկ Facebook-յան ընկերներ։ Այդ կարող է ուշադիր էլ չեմ եղել։ Ընկեր բառը իմ համար շատ մեծ արժեք ունի ու ամբողջ կյանքում իրական շատ մեծ արժեք ա ունեցել։ Այդ ես ունեմ ընկերներ ու իմ ընկերները այդ իմ ընկերներն են։ Քաղաքականության եւ նմանատիպ այլ բաների հետ կապված կյանքը նենց բանա որ չես կարա հաստատ ասես երբևիցե, բայց իմ ընկերները 15, 10, 15, 20, ես 30 տարվա ընկեր ունեմ, մանկապարտեզից ընկեր ունեմ, Վարդանի հետ ընկերություն ենք անում, էլ ընկերներ ունենք, 10 ընկերներ ունեմ ես, բայց այդ ընկերները այդ իմն է ու ինչ որ տենց անկապ բաների համար ընկեր կորցնել հնարավոր չի։ Ես միջկոսքի սկզբում էլ ասեցի իմ ընկերները գիտեն ուր որ իրանք կան, միշտ ես իրանց կողքին եմ, ես էլ միշտ գիտեմ ուր որ ես կգնամ, ես իմ մեջքի հետևում իմ ընկերներին ունեմ, դրա համար էլ մտածելու բան չունեմ։ Պարոն Ալեքսյան, իսկ 300 սպարտանցիները գալու են։ 300 սպարտանցիները ներքևը սպասում են։ Զորքով եկեք այստեղ։ Կատակ եմ։ Քյարթու թեստ Ալիկ Ալեքսյանի հետ։ Տոշնյա թե տոշնիչի կամ ճշտի մեջ է թե չէ։ Խայտարական իրենց։ Ես պնդումը ասում եմ, դուք ասում եք ճշտի մեջ է թե չէ։ Պարոն Ալեքսյան, ճշտի մեջ է թե չէ, երբ աղջիկը մեքենա է քշում։ Ճշտի մեջ է։ Կինը ընտանիքում ավելի շատ աշխատում, քան տղամարդը։ Ճշտի մեջ չի։ Տղամարդը աման է լվանում։ Ճշտի մեջ չի։ Տղամարդը երեխայի տակդիր փոխի։ Ճշտի մեջ չի։ Բայց կարամ կոմենտ անեմ, թե տես պիտի պատասխանեմ ու վсё։ Արեք։ Կարա լինի ճշտի մեջ է, բայց եթե օգնելու կարիք կա կնոջդ քո երեխայի տակդիրը փոխես, դրա մեջ վատ բան չկա իհարկե, էլի որ ինձ ճիշտ ընկալեն մարդիկ։ Աղջիկը տղային առաջինը ժամադրության հրավիրի։
Կարան։ Կարան։ Աղջիկը վճարի տղայի փոխարեն։ Ճշտի մեջ չի ընդհանրապես։ Հմ։ 4-ով։ 4-ով ճշտի մեջ չի։ Տղան ծաղիկ ստանա որպես նվեր։ Մենակ արտիստները։ Հմ։ Եթե ընկերուհիդ մենակ գնա արտասահման։ Կարա գնա։ Թանգարան թե նարդի, որն է ճշտի մեջ։ Թանգարան։ Վաու։ Եթե տղան 30 տարեկան է ու ծնողների հետ է ապրում։ Ծնողների հաշվին Երևի, հա, ճշտի մեջ չի։ ճշտի մեջ չի։ Էլի 4-ով։ Ով պետք է առաջինը ներողություն խնդրի, տղեն, թե տղեն երբեք չի զիջում Ումից։ աղջկանից, Պիտի խնդրի։ պիտի խնդրի։ Իսկ եթե կոնֆլիկտ է երկու տղեկի մեջ, ով պետք է առաջինը ներողություն խնդրի։ Ով որ սխալ է։ Բայց սխալը ոնց ջոգենք։ Իրար հետ կզրուցեն կհասկանան։ Լավ։ Ճշտի մեջ է թե չէ, որ տղամարդը հոկեբանի մոտ է գնում։ Օքեյ։ Բարձրագույն կրթությունը ում է պետք, ես կյանքի դպրոցն եմ ավարտել, ճշտի մեջ է թե չէ։ Չէ, բոլորին է պետք կրթություն ստանալ։ Տղեն առաջին հանդիպմանը խոսի մենակ մեքենաներից, ճշտի մեջ է թե չէ։ Դե չէ։ Չէ։ Ճշտի Մեկ էլ մեջ ընկերների հետ խմելուց երևի Հա։ դե չէ։ ճշտի Բանը red flag է, այդ աղջիկը կգնա չեն կարա։ Հա։ Ճշտի մեջ է թե ճշտի մեջ չի, երբ ընկերուհիդ ֆուտբոլ չի սիրում։ Չէ։ Ես չեմ սիրում։ Որն է ճշտի մեջ, 3 լեզու իմանալը թե BMW ունենալը։ 3 լեզու իմանալը BMW-ով գնալ այդ 3 լեզուների դասերին երևի։ Լացել BMW-ում թե ուրախանալ Mercedes-ի մեջ։ GT-R ունենալ։ Հա։ Nissan։ Ճշտի մեջ է թե չէ, երբ տղետ ասի ուզում եմ դաշնամուր նվագել, ոչ թե MMA-ի գնալ։ Շատ ուրախալի է, որ տղես ուզենա դաշնամուր նվագի։ Ես մենակ ուրախ կլինեմ, ես ավարտել եմ երաժշտական դպրոց։ Բայց սպորտով զբաղվել պետք է։ Ճշտի մեջ է թե չէ, երբ կինը վարչապետ դառնա, իսկ ամուսինը տնային տնտեսությամբ զբաղվի։ Ես համոզված եմ, որ կգա օր, որ կունենանք կին վարչապետ, երկրորդ հետ համաձայն չեմ։ Ճշտի մեջ է թե չէ, տղուն վարդագույն շոր հագնել։ Ինչ շոր։ Հիմա շատ են հագնում։ Ճշտի մեջ է թե չէ։ Հա, թողակնեն։ Ճշտի մեջ է։ Այո։ Հա։ Վերջին անգամ երբ Ես վարդագույնը այն էի պատկերացնում, որ ճիշտն ասեմ։ Հա։ Տեսել ա տենց վարդագույն։ Դե ինչ է, այնա Իսկ ճշտի միջի վարդագույն է։ Դե այն էլ կարաս, խնդիր չի։ Ես էլ կարամ հագնեմ։ Հա։ Շատ քյարթ չեմ, չէ՞, ես հագած տենց ինչ է։ Խոսալուց դատելուց ահա որ, բայց տենց հակած չէ։ Դե հիմա դուք ինձ տենց դաշտ տարակ, ասում եք ճշտի մեջ է, ճշտի մեջ չի։ Պիտի ասեմ ճշտի մեջ է, թե ճշտի մեջ չի։ Բայց այն բանը, sense կատեգորիա կա, չէ, ինտելիգենտ քյարթ, տենց Հա ես ինտելիգենտ քյարթ եմ։ Հա, երևի։ Լավ։ Մեկնաբանություններում գրեք։ Իմանամ իմ մասին ինչ կարծիք կա հանրային, էլի։ Մեկնաբանություններում գրեք Ալիկ Ալեքսանյանը ինտելիգենտ քյարթ է, թե հա։ Պարոն Ալեքսանյան, վերջի հարցը, Ես առաջի անգամ եմ իմ հասցեին տենց բանը ֆորմուլիրովկա լսում, հետաքրքիր է, ասենք տեսնենք ինչ կա, ասեն ինտելիգենտ քյարթ։ Վերջին անգամ երբ եք ասել սխալվել եմ։ Չեմ հիշի, բայց վախենալու բան չի։ Սխալվել եմ։ Տոշնի ասել, որ սխալվել եմ, տղեկ ներողեք։ Չէ, դուք հիմա տանում եք ուրիշ տեղ եք տանում, այդ կամերաներն անջատենք, որ այդպես խոսանք, բայց Էսենց ասեմ, իմ համար կարևոր է մարդ, երբ սխալվում է, գիտակցի, որ սխալվել է ու հնարավորինս արագ կարողանա այդ սխալը շտկի։ Իմ համար անընդունելի է այն, որ մարդ սխալվում է ու չի ընդունում իր սխալը։ Այդ շատ վատ բան է։ Այդ ամեն ինչի համար է վատ, թե ընտանիքում, թե գործի մեջ, թե ընկերների հետ հարաբերություններում, թե առհասարակի այդ վատ բանը, երբ դու հասկանում ես, որ սխալ ես ու սխալդ չես ընդունում։ Պետք է եթե սխալվել ես, դրա մեջ վատ բան չկա։ Պետք է լինես ունակ,
սխալը տարակ հասկանաս ու շատ արագ սխալը չշտկես։ Կասես դրա մասին չես, ասի ընդհանրապես կապ չունի։ Պետք է ունակ լինես, սխալը տարակ գտնես ու շտկես բոլոր տեղերում։ Եթե հիմա վիդեոչաթով զանգենք Սամվել Կարապետյանին, կպատասխանի, ասենք, բարևի մեր հետևորդներին։ Կարանք փորձենք, չգիտեմ հիմա ինչ պետքա որ հիմա ժամը 11-ը կա, չէ։ 11-ին 5 պակաս։ Կարանք փորձենք, հիմա պետքա որ հանդիպման լինի։ Կարող ենք, պարոն Ալեքսանդրի հեռախոսը։ Շատ հետաքրքիր կլինի էլի վիդեոչաթով միանալ Սամվել Կարապետյանի հետ։ Դե ասեցի չէ որ տանը օրվա ընթացքում գրաֆիկով տարբեր հանդիպումներ անում Սամվել Կարապետյանը, քանի որ այս իշխանությունները չթողեցին դուրս գա Քարոզ Արշավի, հիմա այդ ամբողջ հանդիպումները տարբեր մասնագիտությունների տեր մարդկանց, տարբեր գյուղերից, քաղաքներից, օրվա ռեժիմով գրեթե ամեն ժամ հանդիպումներ են կազմակերպում այն մարդկանց համար, ովքեր որ ուզում են շփվեն Սամվել Կարապետյանի, չի պատասխանում։ Չստացվեց։ Անկամ եթե միջև մեր ստեղից դուրս գալը հետ կզանգեն, ես բան կանեմ։ Կամ մի օր ընդեղից դες կզանգեն վիդեո քոլով, կարանք տենց էլ անենք։ Կամ են խմելու օրը, որ տանեք, ասենք։ Դե այդ օրը մենք արդեն ունենալու ենք ուժեղ Հայաստան, կարանք խնդրենք այդ Սամվել Կարապետյանի սիրած լոկացիաներից է Հայաստանի իր այդ սարը հենց իր հայրական գյուղի կողքն է։ Եթե ստացվի պարոն Կարապետյանը լինի գյուղում, ինքը շատ է սիրում իր գյուղը, շատ հաճախ է այնտեղ լինում, միգուցե եւ պարոն Կարապետյանը կմիանա մեզ։ Արենայում հյուրընկալել էի Ուժեղ Հայաստան կուսակցության ներկայացուցիչ Ալիկ Ալեքսանյանին։ Մենք բոլոր հյուրերի հետ սելֆի ենք անում։ Ոնց ուզում եք։ Ինքնին հիշեցի, որ սենց ասում է 3 գարեջուր ու բռնվում։ Էդի կարակ օգտագործեք բնական բառում։ Այդ որ Բեսլավնի ուգլուտկի մեջ որ ասում է բանը 3 գարեջուր ու բռնվում է։ Չեք տեսե։ Չէ։ Լավ էլի։ Այսօր կնայենք գիշերը։ Մենակ որոգայցն եք նայում։